Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 2-ը։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը հաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ 64 կողմ 2 ձեռնպահ 0 դեմ ձայնով ազգային ժողովն ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը։ Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ հավաքվել են կառավարության դիմաց և վերադարձրել հանուն հայրենիքի գրվելու համար ստացած շքանշաններն ու մեդալները։ Նրանց խոսքով գործող կառավարությունը զրոյացրել է իրենց պայքարի պտուղները, ինչով էլ արժեզրկել է իրենց մեդալներն ու շքանշանները։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող արտգործնախարարության աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Վիեննայում նա կոնտակտեր ունեցել ադրբեջանցու հետ և պետական գաղտնիք համարվող տվյալներ փոխանցել։ Ռուսաստանն ու Ուկրաինան 185-185-ի դիմաց գերիների փոխանակում են կատարել։ Ռուսական կողմը հայտարարել է, նրանց թվում 20 քաղաքացիական անձ կա։ Գազա մարդասիրական օգնություն տանող տորմիղի ակտիվիստները ահազանգել են, իսրայելցի զինվորականները գրավել են իրենց նավերը։ Թուրքիայում և մի շարք այլ երկրներում Իսրայելին դատապարտող ցույցեր են սկսվել։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Ամերիկան պարտավորվում է պաշտպանել Կատարին արտաքին հարձակման դեպքում։ Այս քայլը հաջորդել է Իսրայելի կողմից Կատարի մայրաքաղաք Դոհայում Համասի առաջնորդներին սպանելու փորձին։ Իլոն Մասկը ևս մեկ կարևոր նշաձողի հասավ, դառնալով պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմել է $500 տրիլիոն։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ, մինչ վաղը։